Դուք ասում եք ռուսական, քաղաքական ռուսական բանի հետ չկապեք, բայց դուք չեք կարծում, որ Սամվել Կարապետյանը ենթադրենք Ֆրանսիայի մեծահարուստներն, այսպեսի ճակատագիր նրան չէր սպասվի։ Հենց այդ վիոլաջերի օրինակն է վերում, դուք լավ եք հասկանում, որ հանրային ինչ դժգոհություն կա վիոլաջերից եւ նրա գործունեությունից, գիծուկ օրինակ, բայց եկեք մոռանանք վիոլաջերին։ Զուտային բանի համար, որ այս վարդը Ռուսաստանում է կապիտալը ստեղծել եւ այնտեղից է եկել եւ զորակցություն հայտնել եկեղեցուն, այսպես խառնել է ամբողջ քաղաքարտերը ձեր, իր բոլորի եւ նորից էլի գալիս են քաղաքականություն քաղաքական չի էս ամեն ինչը, մենք ի վերջո քաղաքական պատճառով չենք ձեզ մոտ Սուրճան քաղաքական է, բայց ես քաղաքական չեմ, հեծը քաղաքական չի, որպես Սիմոնյանը ձեր ոչ քաղաքական կուրսեցին է եղել ժամանակին, դուք չեք էլ պատկերացրել, որ նա կլուբերից կհասնի ազգային ժողովի նախագահի լավ ինֆորմացված եք։ Այո։ Ի վերջո նա փորձել է այդ հարց եմ տալիս, նա փորձել է այդ ձեր երբեմնի հարաբերությունը օգտագործելով այս ընթացքում ձեզ զանգել, փորձել միջնորդել, ինչ-որ բաներ առաջարկել, փորձ արվել է թե ոչ։ Ալեն Սիմոնյանին վերջին անգամ հանդիպել եմ 16 կամ 17 թվականին Դալմա Գարդեն մոլում, կինոն չեմ հիշի, որ կինոն էինք մտնում ընտանիքով, այդտեղ եմ հանդիպել, դրանից հետո չեմ հանդիպել, ոչ մի զանգ, ոչ մի կապ, երբևէ չեմ ունեցել, ընդհանուր միջնորդավորված հարաբերություն չեմ ունեցել, առավել ևս իր պաշտոնատար անձ դառնալուց հետո։ Պարոն Ղազարյան, զուտ ճշտելու համար մի քանի անգամ բարձրացումներ եղել են 16 թվականից մինչ օրս, բայց Բաշխողի կտորը արդյոք երբևէ բարձրացում չի ունեցել։ Ես դա ասեցի, բարձրացվել է մոտավորապես 4.8 դրամ, այո, որտեղ այդ 4.8 դրամից 0.001 լումա հեծինը չի։ Բարձրացվել է այլ այս ամբողջ կտորի մեջ կան նորից կրկնեցի չէ կան արտադրող կայաններ, որոնք ունեն իրենց սակագինը բաշխողները ինդիկատորն իրենց կտորը ունեն, բեցը իրը, օպերատորը իր կտորը, հեծը իր կտորը ունի, որը այնտեղ մոտ 20 դրամ է հիմա բազ է կախված ինչ լարման բաժանող է, բայց հեծի մասով երբևէ բարձրացում այդ կտորի մեջ երբևէ չի եղել։ Ես ձեզ հետ եմ ասում եմ, ուրեմն նախ սակագնի բարձրացումը բոլորս պետք է իմանանք լինում է երկու ճանապարհով։ Կամ համապատասխան կազմակերպությունը դիմում է սակագին բարձրացնելու կամ հանձնաժողովը իր ինիցիատիվայով դիմում է բարձրացման։ Հեծը երբևիցե չի դիմել, հանձնաժողովն էլ մեր մասով երբևիցե այդպեսի չի դրսևորել այդպեսի ինիցիատիվ։ Այսինքն այս բaragայում հեծը զրո է։ Այդ ավելացված գումարի մեջ հեծը ոչ մի բան չունի։ Ասենք մի քիչ ուզում եմ ավելի մաչելի լեզվով ասեմ, որովհետեւ մեր ժողովուրդը Սակագինը X-ից դառավ Y, X-Y տարբերությունը պետք է ինչ-որ մեկին գնա, թե չէ։ Այո։ Հեծին չի գալիս։ Պատկերացիք։ Ուղղակի ես պատի հիշում եմ, որ հեծի կտորում կային բարձրացումներ, ուզում էի ավելի Չէ, ընդհանուր սակագինը, որ գանձում է հեծը, այդպես մարդիկ հասկանում են, որ հեծը տարավ է։ Ես հասկանում եմ սակագինը ինչպես է կազմված։ Հեծը ևս այնտեղ իր կտորը ունի, որպես բաշխող։ Այդ կտորի մեջ որոշակի բարձրացում այնուամենայնիվ եղել է։ Հեծի չի եղել ամենայն պատասխանությամբ։ Տիկին Սարաջանյան, խնդրում եմ առանձին այդ ամբողջը ուղարկենք։